Հին ուխտում, երբ որ ղևտացիները սահմանում էին քահանային կամ տաճարին տրվող կարգը, հետևյալն է ասում Մովսես մարգարեն. քո մոտ թող հավաքվի քո տասանորդը, հա, կգա ղևտացին, կգա քահանան, կգա նաև աղքատ ասում եւ կտաս քո տասանորդը ասում դու չուտես պահի քո տասանորդը կգա տես հին ուխտում սա այս բոլորը տասանորդի մեջ էր մտնում կգա ղևտացին կգա քահանան կգա աղքատն ու կարիքովը կտաս քո տասանորդը մարդը կուտի Աստված կփառավորվի արդար վաստակից տված նվերը հա ինձ թվում է որ ընդունելի է թե եկեղեցում նվերը տալ եւ թե աղքատ իհարկե Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է եկեղեցուն տալը ավելի բարձր է քան աղքատին տալը ավելի բարձր դասում հա իհարկե աղքատին տալով էլի Աստծուն ես տալիս բայց եկեղեցու նվերը ուղղակի Աստծուն ես նա աղքատի ձեռքով է բայց ամեն դեպքում ընդունելի է երկուսն էլ թե աղքատին եւ թե եկեղեցու նվեր տալը եւ անկեղծ ասում Աստված սիրում է զվարթարար տուրք Նարեկացին ինչ ասում ասա որ գրամներով ասում ցանում ես ասում մեծ քանակով չես կարող հնձել ասում ինչքան որ ցանում ես այնքան էլ հնձում ես չէ